Բարի առավոտ բոլոր մեզ նոր միացած հեռուստադիտողներին, հաջորդ քննարկվող թեման ևս մշակութային է, բայց այս անգամ միաձուլվել են արվեստը եւ վիճակագրությունը։ Հոկտեմբերի 29-ին տեղի կունենա անցումներ տվյալների ցուցահանդեսը, այժմ այս յուրօրինակ մշակութային իրադարձության մասին կզրուցենք հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնի հետազոտությունների գծով փոխտնօրեն Հայկ Սմբատյանի հետ։ Բարի լույս, պարոն Սմբատյան, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Բարև, շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես եք սկսել ձեր հանգստյան օրը։ Բավականին լավ, բավականին դանդաղ, իհարկե խցանումները խանգարում են, բայց մնացած ամեն ինչ եղի։ Այո, Երևանյան կենսակերպը այն տեսակ է փոխվել, որ անկախ շաբաթվա օրվանից եւ ժամից միշտ խցանումներ են։ Սովորել ենք։ Ծանրաբեռնված կյանքով ենք ապրում։ Միջոցառումը ցուցահանդեսը հոկտեմբերի 29-ին է տեղի ունենալու, արդեն հասցրել եք ամբողջացնել ամենը, թե դեռ ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ մնացել են բեմի ետևում, այսպես ասած։ Այս պահին կուլիսներում իրականում շատ ակտիվ ընթանում են ցուցահանդեսի արդեն համադրման աշխատանքները, որովհետև բաղադրիչները բոլոր եւ հետազոտության տվյալների մասով եւ արվեստի գործերի մասով արդեն կան, բայց դրանք հիմա համադրման փուլում են եւ մեր ստեղծագործական թիմը այս բանին շատ ակտիվ այդ գործով է զբաղված։ Հենց երեք այդ ցուցահանդեսում էինք եւ վերջնական պլանավորման աշխատանքներն էինք իրականացնում, ողջավորությամբ սպասում ենք։ Մինչև ավելի մանրամասն ցուցահանդեսին անդրադառնալը կուզեի, որ խոսեինք ձեր կազմակերպության մասին, երբ է այն հիմնադրվել, ինչ գործունեություն է ծավալում։ Շատ լավ, սիրով հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոն Հայաստանը հիմնադրամ է, որը հիմնադրվել է 2003 թվականին, այն ժամանակ որպես հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնների ցանցի մաս եւ այս ցանցը գործում էր Հարավային Կովկասի 3 երկրներում, այս պահին կենտրոնները իրենց գրասենյակները ունեն միայն Հայաստանում եւ Վրաստանում։ Մենք անկախ հետազոտական կազմակերպություն ենք եւ այս պահին իրականացնում ենք բավականին բազմաթիվ բազմաժանր եւ բազմաթեմա հետազոտական գործունեություն, այսինքն ըստ էության իրականացնում ենք հանրային կարծիքի ուսումնասիրություններ եւ քանակական եւ որակական մեթոդաբանությունների շրջանակներում եւ նաեւ իրականացնում ենք կարողությունների զարգացում եւ համայնքների կառուցում, այսպես ասած։ Անդրադառնանք ուրեմն ցուցահանդեսին արդեն բավական իրականում բարդ մատուցվող թեմա է եւ մատուցման ձևից է կախված, թե ինչպես ցուցահանդեսին մասնակցող մարդիկ կընկալեն այն գաղափարը, որը փորձել եք փոխանցել։ Ինչպես առաջացավ առասարակ այդ միտքը, որ կարելի է տվյալների մասով ցուցադրություն ունենալ եւ վիճակագրությունն ու արվեստը միավորել։ Միտքը սկզբում առաջացել է 2021 թվականին իրականում մեր մի շարք նախկին եւ ներկա աշխատակիցների մտագրողների արդյունքում, որովհետև մենք իրականում այն հետազոտությունը, որի մասին հուսով եմ առիթ կլինի խոսելու նաև մեր զրույցի ընթացքում, այդ հետազոտությունը մենք իրականացրել ենք բավականին երկար ժամանակ իրականում 2004 թվականից սկսած եւ այս հետազոտության հիմնական արժեքը կայանում էր նրանում, որ ինքը որոշ ժամանակը մեկ, հիմնականում 2 տարին մեկ տրամադրում էր հանրային կարծիքի, այսպես ասած, կադր, մեկ կադր։ Եվ այդ կադրը իրականում հանրության հետ կոմունիկացնելու տարբեր փորձեր են եղել մինչ այս պահը, ու այդ փորձերից վերջինը կամ վերջիններից մեկը հենց նրանում էր, որ տվյալները փորձենք հնարավորինս դարձնել այսպես ցուցադրելի եւ հանրամատչելի։ Եվ գաղափարը, որ ցուցահանդեսը, հենց տվյալների ցուցահանդեսը կարող է լինել այն ձևաչափը, որում սա հնարավոր է իրականացնել, 2021-ին եղավ, առաջին փորձը հենց այդ ժամանակ էր եղել, բայց 2021 թվականի ցուցահանդեսի ժամանակ արվեստի հետ համադրություն չէր եղել, այո, այսինքն եւ այս առումով, այո, 2024 թվականի տվյալների ներկայացումը արդեն արվեստի հետ համադրելով առաջին փորձն է եւ իսկապես չենք ստում, երբ ասում ենք, որ աննախադեպ ձևաչափ է, որովհետև Հայաստանում նման ֆորմատով միջոցառումներ առնվազն մեծ չեն հանդիպել եւ հուսով ենք, որ այս ձևաչափը իրականում կխրախուսի, որ հետազոտողները մեր երկրի միայն, այսպես ասած, 4 պատերի ներսում չպահեն այդ տվյալները, որոնք հանրության մասին եւ հանրության համար են եւ կդարձնեն տարբեր ձևաչափերով, այդ թվում տվյալների ցուցահանդեսների միջոցով կդարձնեն դրանք հանրության համար
հասկանալի, ըմբռնելի։ Ես կարծում եմ, թե մեր հեռուստադիտողը հիմա չի պատկերացնում այդ համադրությունը ոնց է տեղի ունենում ու առասարակ, որ ասում ենք տվյալների ցուցադրություն, լավ, ինչ ենք ցուցադրելու, թվեր ենք ցուցադրելու, արվեստի միջոցով դրանք ոնց են ցուցադրվելու, հնարավորություն ունենք այս բային ձևաչափը մի փոքր նկարագրական մասով բացելու մեր հեռուստադիտողի առաջ։ Սիրով, որովհետև նաև հույս ունենք, որ մի փոքր ավելի, այսպես ճակերտները բացելու արդյունքում կկարողանանք հանրությանը եւս հետաքրքիր դարձնել այս ֆորմատը եւ կներգրավվեն այո մեր ցուցահանդեսում։ Ինչպես ենք համադրում, ինչպես նշեցի, մենք իրականացնում ենք հետազոտություն, որը կոչվում է Կովկասյան բարոմետր։ Սա իրականացվում է 2 տարին մեկ եւ ուսումնասիրում է Հայաստանի հասարակության հիմնական հետաքրքրող թեմաները, այսինքն սոցիալական, քաղաքական, մշակութային, արժեքային, Ղարաբաղյան կոնֆլիկտ եւ առհասարակ կոնֆլիկտ եւ խաղաղություն եւ այսպես շարունակ, այսինքն բոլոր հասարակությանը հուզող թեմաները այս հետազոտությունը, այո, փորձում է ծածկել։ Եվ այս հետազոտության շրջանակներում մենք դուրս ենք բերում ներկայացուցչական, քանակական տվյալներ, այսինքն տվյալները վերաբերում են, կարող են տարածվել որոշակի իհարկե վերապահումներով, կարող են տարածվել ամբողջ բնակչության վրա եւ ներկայացնեն իրենց ընդհանուր կարծիքը տարբեր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական թեմաների վերաբերյալ եւ այս քանակական տվյալներից մենք ստանում ենք վիզուալացված տվյալներ, այսինքն ինֆոգրաֆիկաներ, այս պարագայում նաեւ անիմացիաներ, որոնք դինամիկ կերպով են փորձում ցույց տալ մեր հասարակության, այսպես ասած, զարկերակը մի կողմից ըստ էության ցուցահանդեսի հիմքում այս քանակական տվյալներն են, հետազոտական տվյալներն են 2024 թվականին իրականացված հետազոտության, մյուս կողմից արվեստի գործեր, որոնք էլի բազմաժանր եւ տարբեր արվեստի ոլորտներ ներկայացնող գործեր են։ Մենք ունենք լուսանկարներ, ունենք գրաֆիտիներ, ունենք քանդակներ, ունենք նաև տեսաձայնային տարբեր այսպես ասած պերֆորմանսներ կամ փոքր պերֆորմանսներ եւ ինչն է միավորում ու ինչպես է ստացվել այս երկուսը համադրել իրար հետ իրենց հնարավոր է եղել բերել մեկտեղ, որովհետեւ մենք ընտրել ենք մի թեմա, որ իրականում բավականին լավ արտացոլում է մեր հասարակության առնվազն 2024 թվականի, չնայած կարող ենք պնդել նաեւ, որ վերջին մի քանի տարիների տենդենսը կամ միտումը դա անցումներն են։ Եվ հենց այսպես էլ խորագրել ենք ցուցահանդեսը, անցումներ ցուցահանդես, որովհետև կարծում ենք, որ տարբեր առումներով հասարակությունը, մեր հայաստանյան հասարակությունը գտնվում է այդ անցումների մեջ եւ այդ անցումային վիճակը փորձելու ենք արտահայտել տվյալների, հետազոտական տվյալների վիզուալացման տարբեր ձևերով եւ ստատիկ եւ դինամիկ վիզուալների տեսքով եւ արվեստի գործերի համադրմամբ։ Իսկ արդյոք դժվար չէր այս վիճակագրությունը միահյուսել ժամանակակից արվեստին այդ process-ը։ Դժվար էր հատկապես սկզբում, որովհետև քանի որ ինչպես նշեցի առաջին անգամն է, որ մենք փորձում ենք համագործակցել արվեստագետների եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ, մենք չգիտեինք ինչպես սկսել պարզապես, այդ առումով էր դժվար, բայց քանի որ հետազոտողներ ենք, փորձեցինք նաեւ այս հարցը հետազոտել ու հասկանալ, թե ընդհանրապես ինչպես է հնարավոր սա իրագործել։ Եվ առաջին բանը, որ արեցինք, դա ստեղծագործական համադրող, ստեղծագործական կուրատոր գտնելն էր եւ ստացվեց մեզ մոտ, մենք շատ տաղանդավոր արվեստագետի ներգրավեցինք եւ իր օգնությամբ սկսեցինք արդեն շարունակել այսպես պլանավորումը։ Սոնա Մարգարյանն է, ինքը ֆիլմերի ոլորտում է աշխատում եւ հենց ֆիլմերի հեղինակ է նաեւ։ Եվ ինչ արեցինք իր հետ միասին, մենք հրապարակեցինք բաց կանչ արվեստագետների եւ արվեստի մարդկանց համար ու իրականում բավականին մեծ թվով հայտեր ստացանք տարբեր փորձարարական եւ ժամանակակից արվեստի ներկայացուցիչ արվեստագետների կողմից, ովքեր բավականին հետաքրքրություն ցուցաբերեցին այս ֆորմատի նկատմամբ ու կարծում եմ շատ հետաքրքիր համադրում է մեզ սպասվում։ Ինչպես հասկացա ձեր խոսքից, ժամանակակից նորարար տեխնոլոգիաները եւս կիրառել եք ցուցադրության ժամանակ, հաշվի առնելով, որ նշեցիք անիմացիաներ ունեք, տարբեր մոտեցումներ, որքանով է այդ տեխնոլոգիաների կիրառումը ավելի գրավիչ դարձնում տվյալ ցուցադրությունը։ Մեզ համար շատ գրավիչ է դարձնում, հուսով ենք նաեւ այցելուների համար գրավիչ կլինի, այո, ճիշտ եք նկատում, տեսաձայնային եւ լուսային բավականին հետաքրքիր լուծումներ ունենք, իհարկե
իհարկե շատ մինիմալիստական ոճի մեջ ենք կառուցել ցուցահանդեսը, որովհետև կարծում ենք, որ պիտի հնարավորություն տանք այցելուներին հիմնականում կենտրոնանալ բովանդակության վրա եւ տվյալների բովանդակության եւ արվեստի գործերի բովանդակության վրա եւ այդքան չշեղվել այդ տեխնիկական լուծումներով, բայց ամեն դեպքում այս ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը կարծում եմ մեզ ինչ որ նոր դաշտ է բացում եւ հետազոտողների համար եւ արվեստագետների, չնայած կարծում եմ արվեստագետները դա վաղուց արդեն ուսումնասիրել են, վաղուց արդեն կիրառում են իրենց աշխատանքներում, բայց հետազոտողները ոչ այնքան, այնպես որ մենք որ ոգևորված ենք։ Մեծ հաշվով հրաշալի անցումը հետազոտողից դեպի արվեստը ստեղծողը, հա, որովհետև միշտ մենք ունենք այդ կարծրացած մտածելակերպը, որ օրինակ հետազոտողը զբաղվում է իր նեղ մասնագիտական գործով ու դուք ճիշտ եք այդ մեծ հաշվով քառակուսիներից դուրս չի գալիս։ Այս բaragam դուք քառակուսիներից բավական շատ եք դուրս եկել։ Հա, գնացել դեպի արվեստը։ Մենք վաղուց իրականում դրա կարիքը զգում ենք, որովհետև ընդհանուր առմամբ եթե փորձեմ ասել թե ինչ խնդիր կա առհասարակ հետազոտական դաշտում, երևի հիմնական խնդիրներից կամ չասենք խնդիր, բայց ասենք խանգարող հանգամանքներից մեկը նա է, որ հետազոտողները իսկապես շատ են երևի իրենք իրար հետ շփվում եւ այդ մասնագիտական շրջանակները բավականին սեղմում են մեզ դեպի ներս ու կարիք է լինում պարբերաբար դուրս գալու այդ շրջանակներից կամ այդ քառակուսիներից ու շփվելու այլ ոլորտների ներկայացուցիչների հետ, հատկապես այն պարագայում, երբ որ խոսքը գնում է մի երևույթի մասին, ինչպիսին հասարակությունն է, իսկ սա մի բան է, որ շատ ոլորտների ներկայացուցիչների է հետաքրքրում եւ հուզում ու ափսոս կլինի իրականում բաց թողնել նմանատիպ իրավիճակներում առիթը համագործակցելու միջոլորտային դաշտում։ Իսկ ինչ եք կարծում հիմա վիճակագրություն եւ արվեստի համադրությունը հետագայում վիճակագրությունը որ ոլորտի հետ կկարողանաք ներկայացնել արդեն կան մտքեր թե սպասում եք սա հաջողեք լիիրավ վայելեք այդ հաջողությունը հետո անցնեք մյուս ոլորտների հետ համատեղմանը։ Շատ լավ հարց է իրականում դեռ քանի որ հիմա շատ ակտիվ այս ցուցահանդեսի աշխատանքների պլանավորման եւ իրականացման գործում ենք մտած, այսպես ասած, դեռ չենք հասցրել այլ ոլորտների մասին շատ մտածել, բայց իհարկե մեդիայի հետ համագործակցությունը մեզ մոտ տարբեր ձևեր կարող է ունենալ, չնայած մենք մեդիայի հետ արդեն համագործակցում ենք, բայց ոչ այնքան ակտիվ, ինչքան օրինակ կարող ենք, կարծում եմ, չգիտեմ, իրականում լավ միտք է, պիտի գնամ ու մտածենք միասին մեր թիմակիցների հետ, թե այլ ինչ ոլորտներ կարող ենք ներդրել։ Հաստորեն կարողացա խորհուրդ տալ։ Միանշանակ։ Հրաշալի է։ Հրաշալի է, ես կուզեի, որ հեռուստադիտողն էլ այդ կարողանար հետադարձ կապը ապահովված լիներ, կարողանար ինչ-որ բաներ ասել, որտեղ գուցե էլի հետաքրքիր մտքեր քաղի։ Հուսանք կարձագանք են։ Սպասենք ուրեմն արձագանքներին։ Ցուցահանդեսից բացի գիտեմ, որ կան կլոր սեղան քննարկումներ, խոսենք նաև այս մասով ու թե ինչ քննարկումներ են լինել ու դրանք ինչ թեմատիկա ունեն։ Այո, իրականում կլոր սեղան քննարկումները մենք նախատեսել ենք իրականացնել հենց ցուցասրահում։ Մենք այնտեղ ունենք բավական հետաքրքիր արտադրական, այսպես ասած, տարածք եւ կինոյի կխոսենք սրա մասին, բայց կինոյի տան տարածքում է գտնվում։ Այս արտադրական տարածքում կա մի փոքր անկյուն, որտեղ մենք կարող ենք եւ իրականացնելու ենք այդ կլոր սեղան քննարկումները։ 3 թեմաներ ենք ընտրել եւ այս թեմաները ոչ թե մենք ենք ընտրել որպես հետազոտողներ, այլ իրականում տվյալներն են հուշել մեզ, թե որ թեմաների վրա արժե կենտրոնանալ։ Առաջինը դա մեդիան է, ընդհանուր թեմատիկան մեդիան է եւ մենք փորձելու ենք ամենամեծ եւ հիմնական գործիքը մեր օրերում։ Այո, որովհետեւ հետազոտությունը իրականում ցույց տվեց, որ եւ հուշեց, որ աստիճանաբար փոփոխվում են հանրության տեղեկատվական աղբյուրները եւ մարդիկ սկսում են գնալ տրադիցիոնալ մեդիայի նախընտրություններից դեպի ավելի սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվություն ստանալուն, այսինքն այս միտումը ակնհայտ էր եւ իհարկե չենք կարող դա անտեսել, այսինքն առաջին թեման փոփոխությունների հետ հաշվի նստել միանշանակ պետք է։ Այո, իհարկե։ Եվ առաջին թեման այդպես սահմանեցինք մեդիայի շրջանակներում, երկրորդ թեման դա ուրեմն կրթությունն է, որովհետև այստեղ եւս իրականում շատ հետաքրքիր բացահայտումներ եղան հատկապես կրթություն աշխատաշուկա կապի
համատեքստում, եւ երրորդը կրոն հասարակություն կամ հավատք հասարակություն հարաբերություններն են, ելի հաշվի առնելով վերջին շրջանում եղած բավականին ակտիվ քննարկումները։ Մենք ելի եմ ասում, մենք արձագանքում ենք տվյալներից դուրս եկած բացահայտումներին, այնպես որ տեսնենք ինչ քննարկումներ նաեւ կստացվեն կլոր սեղան քննարկումների։ Հիմնակարային ամեն դեպքում թեմատիկա ունեն կլոր սեղան։ Այո, եւ բավականին ակտուալ կարծում եմ։ Այո, իսկ ովքեր են մասնակիցները լինելու այդ քննարկումների մասնակիցները, որոնք գալու են ցուցադրությանը, թե արդեն ընտրված գուցե արվեստագետներ են, գուցե հասարակության ինչ-որ ներկայացուցիչներ են մտահոգված այն թեմաներով, որոնք բարձրաձայնվելու են։ Մենք այստեղ եւս իրականում դուրս ենք եկել հետազոտողների մասնագիտական շրջանակից եւ ներգրավել ենք ոչ միայն հետազոտողների, ովքեր այդ թեմայի շրջանակներում աշխատում են, այսինքն փորձել ենք ամեն կլոր սեղանի շուրջ հավաքել այնպիսի մասնագետների, որոնք ոչ միայն այդ մասնագիտությունը կրում են, այլ նաեւ խոսել են կամ ցանկություն ունեն խոսելու այդ թեմայի շուրջ, հա, այսինքն օրինակ մեդիայի վերաբերյալ կլոր սեղանի շուրջ միայն լրագրողներ չեն եւ միայն մեդիայի հետազոտողներ չեն, այնտեղ նաեւ կան մարդիկ, ովքեր պարզապես մեդիայում ակտիվ են եւ ինչ որ առումով մեդիան օգտագործում են տարբեր դիսկուրսներ։ Ինֆլուենսերներ, հա, այս վարակայքը։ Ինֆլուենսերներ կարծեմ, հա, կարծեմ 1-2 հոգի նույնիսկ ինֆլուենսեր ունենք, որոնց հրավիրել ենք, ունենք ԶԼՄ-ի մեջ, այո, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, հենց մեդիայում աշխատող մարդիկ, ունենք պարզապես ակտիվ քաղաքացիներ, որոնք օրինակ, չգիտեմ, սոցիալական ցանցերում ակտիվ են եւ խոսում են մեդիայի հիմնախնդիրների վերաբերյալ, ունենք մեդիա զարգացման մասնագետներ եւ այլն։ Կրթության թեմայի շրջանակներում ունենք ոչ միայն կրթության ոլորտի մասնագետներ, այլ նաեւ օրինակ նույն մարդկային ռեսուրսների մասնագետներ, որովհետեւ կրթություն աշխատաշուկա կապի մասին են խոսելու եւ այլն։ Այսինքն այս բոլոր 3 թեմաների շուրջ փորձել ենք հավաքագրել այնպիսի մարդկանց, ովքեր որ հիմնականում ցանկություն կունենան ու հետաքրքրված կլինեն ուսումնասիրելու, թե տվյալները ինչ են հուշել եւ բացելու այդ տվյալներից դուրս եկած բացահայտումները ավելի տանելու դրանց մեկնաբանման ուղղությամբ։ Ինչ է կարծում, ինչ տարիքից սկսած մարդկանց հետաքրքիր կլինի ցուցահանդեսին ներկա գտնվելը, թեկուզ քննարկումներին մասնակից դառնալը։ Եթե միայն տարիքի մասով ասեմ, ենթադրում եմ, որ առնվազն 2 խումբ այստեղ կարող ենք ակնկալել, որ կգան, չնայած էլի մենք հույս ունենք, որ բոլորին կհետաքրքրի այս ֆորմատը, բայց հաշվի առնելով եւ նաեւ մեր փորձը նախկին նմանատիպ միջոցառումների, ոչ անպայմանորեն ցուցահանդեսային, բայց տվյալների ներկայացումներ պարունակող ուսանողներն են եւ սովորողներն են, որոնք որ համասարանական կրթության ընթացքում են եւ հետաքրքրվում են հետազոտությունների արդյունքներով եւ արդեն կայացած մասնագետներն են, որոնք գուցե մի փոքր ավելի մեծ տարիքային խումբ են ներկայացնում, բայց շարունակում են էլի, ինչպես ասացի, պահել իրենց ձեռքը հասարակության զարգերակի վրա եւ հետաքրքրվում են տվյալներով։ Բայց էլի մենք չգիտենք, տեսնենք ինչպես կստացվի, գուցե ցուցահանդեսը իրականում կարևոր աննախադեպ է իր ձևաչափով, գուցե լրիվ նոր տարիքային եւ մասնագիտական շերտեր կամ խմբեր ներգրավել։ Սպասենք ուրեմն այդ մասով ձեր բացահայտումներին եւ զրույցը ամփոփելով կուզեի իմանալ կան արդեն կենտրոնի մասով առաջիկա պլանների ցանկ, գուցե մինչեւ տարեվերջ, որ պետք է իրականացնեք կամ արդեն եկող տարվա համար, որ որոշել եք հստակ թե ինչերը պետք անել, մասնավորապես վիճակագրության մասով։ Այս պահին դեռևս չկան կոնկրետ նմանատիպ հանրային միջոցառումների տեսքով պլաններ դեռևս, բայց կարող եմ ասել, թե առհասարակ մեր հետազոտական կազմակերպությունը ինչ, այսպես ասած, դեր ունի մեր հասարակությունում եւ ինչպես մենք մեզ դիրքավորում եւ հետեւաբար նաեւ դա արտահայտվում է ծրագրերում, որոնք որ մենք իրականացնում ենք։ Մենք իրականում մեզ դիրքավորում ենք ակադեմիայի, քաղաքացիական հասարակության, քաղաքականություն մշակողների, ինչպես նաև հետազոտական կազմակերպությունների հատման տիրույթում, այսպես ասած, որովհետև մենք իրականում ներկայացնում ենք այդ բոլոր 4 ինստիտուտների կամ ուղղությունների հետաքրքրությունները ու այս առումով մեր բոլոր ծրագրերը, որոնք որ առաջիկայում նաև մեր կայքը թարմացման գործընթացում է, հուսով ենք նաև
մեր կայքով հնարավորություն կունենան մարդիկ իմանալու, այդ ծրագրերը փորձելու են ցույց տալ, թե ինչ կարող է անել տվյալը, ինչ կարող է անել հետազոտական տվյալը եւ ինչպես կարելի է օգտագործել տվյալները ավելի լավ քաղաքականություններ մշակելու համար կամ ավելի ակտիվ քաղաքացիական հասարակության շրջանակներ մեծացնելու համար եւ այլն։ Այնպես որ այս կարող եմ նշել, դեռևս հանրային այլ միջոցառումների ֆորմատներ չկան, որոնք որ այս պահին հրապարակման ենթակա են, այսպես ասած, բայց ցուցահանդեսը գոնե թե վստահ ենք, որ կարող է շատ լավ ակտիվացնել այն մարդկանց խմբերին, ովքեր որ կարող են մեր ծրագրերում ներգրավվել, չինեմ կարելի է, եթե կարելի է նաև նշեմ, թե երբ է տեղի ունենալու, որպես իմ հաջորդ հարցը դրան էր ուղղված, հոկտեմբերի 29-ին անցումներ խորագրով եւ վայրը կարող եք նշել, մինչեւ երբ է տևելու, ժամային է։ Իրականում հա, շնորհակալ եմ, որ նշեցիք մինչեւ երբը, որովհետեւ ինքը 5 օր է ակտիվ տեղադրված լինելու եւ մարդիկ կարող են հոկտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 2-ը ներառյալ այցելել ցուցահանդես։ Ցուցահանդեսը տեղի ունենալու կինոյի տանը Վարդանանց 18 հասցեով եւ երբ մարդիկ մոտենան Վարդանանց 18, այնտեղ արդեն դեղին անցումային ժապավենների հետևելով կարող են գտնել ցուցասրահի տարածքը։ Հա, 5 օր կինոյի տանը կսպասենք բոլոր հետաքրքրվածներին։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար եւ այս ինֆորմացիայի, որը փոխանցեցիք մեզ եւ հեռուստադիտողներին։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էինք Հայկ Սմբատյանի հետ, հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնի հետազոտությունների գծով փոխտնօրենի, ով ներկայացրեց առաջիկա ցուցահանդեսը անցումներ խորագրով հոկտեմբերի 29-ին այն տեղի կունենա։ Դե ինչ, այսքանով եզրափակենք մեր եթերը, ես չմոռանամ նաեւ շնորհակալություն հայտնել Արփինետին, որն ապահովեց մեր գեղեցիկ եւ ես վստահ եմ, որ ձեզ համար այս մշակույթով լի բովանդակի եթերը, նաեւ մեծ հույս ունեմ, որ ես եւ գործընկերներս կարողացանք դրական դիսկեր փոխանցել ձեզ, որը ողջ շաբաթվա ընթացքում հուսամ, որ ձեզ հետ կլինի եւ կողեկցի։ Ձեզ այսօր օրվա լավ շարունակություն եմ մաղթում, ձեզ հետ է ես Արմինե Թովմասյանս։